Կա եվրոպական պոպ երաժշտություն, հա։ Եվ արդյոք մենք տեղավորվում ենք այդ չափանիշները։ Մեր երաժշտությունը իհարկե կարելի է համարել եվրոպական, որովհետև այն շորերը, ինչ որ նա հագած է, եվրոպական շորեր են այդ երաժշտության։ Խոսքը գնում է արանժիրովկաների մասին, մատուցման եւ այլն։ Բայց ինձ համար չհամաձայնել, օրինակ իմ տպավորությամբ մեր երաժշտությունը շատ ավելի աղքատիկ է, շատ ավելի կանխատեսելի ու ձանձրալի։ Խնդիրը հետևյալն է, ստեղծել երաժշտություն, որը հնարավոր է լսեն Եվրոպայում։ Ասեմ, որ մի շատ հանրահայտ աշխարհահռչակ գովազդ արդեն օգտագործել մեր ճանաչված մի տեսահոլովակների մեջ այդ զմեյկաներով, ինչպես ասում են, հա, տեխնոլոգիան, որով մենք նվագում ենք, օգտագործվել է համաշխարհային գովազդի մեջ։ Հիթը, եվրոպական հիթը արդյոք ունի ներքին տրամաբանություն։ Իմ կարծիքով մենք Հայաստանում դեռ չենք հասկացել ինչ է փոփ երաժշտությունը։ Փոփ երաժշտությունը բարձ երաժշտություն է, հիշվող երաժշտություն է։ Ստեղծագործողը վերջի վերջո սա իր մասնագիտությունն է եւ համարել որ որքան པարս այնքան լավ ես այստեղ համաձայն չեմ ձեզ հետ որովհետեւ որքան པարս այնքան լավ սա բերում է նրան որ չափանիշի լրիվ կորուստ է տեղի ունենում երաժշտությունը միատարր չէ եւ չի ճանաչում ազգային սահմաններ պոպուլյար երաժշտությունը փոխվեց ձևափոխեց ռիթմերն ու տակտերը Beatlesian ռոքից հասնելով Մերլին Մենսոնին այսօր կա հայկական փոփ բայց դրա եվրոպականացված լինելու մասին պնդումը քչերին է համոզիչ թվում Եթե ինչ-որ եվրոպական մի բան կա, դա շատ արվում է տգեղ և ինչ-որ կարքի վկար։ Ինքը մոտ է եվրոպականին այն առումով, որ թեկուզ այս եվրատեսելի մրցույթներին, որ մասնակցում են, արդեն տենց առաջընթացը նկատվում է, էլի։ Եվրամիության որոշման անդամ երկրների երաժշտական ստեղծագործությունների հեղինակային իրավունքները 50 տարուց պետք է երկարաձգվեն մինչև 95-ի։ Այս որոշումը հնարավորություն կտա ավելի մատչելի դարձնել երաժշտության վաճառքը համացանցի միջոցով։ Հիմա խոսքը գնում է շոու բիզնեսի մասին եւ ոչ թե տաղանդներ գտնելու։ Խնդիրը հետեւյալն է, հարցը վերաբերում է հետեւյալին։ Բայց դա նույնպես կարևոր է տաղանդներին գտնել, պահել եւ նրանց աճեցնել, ինչպես ընկերները ասացին, եւ նրանց հանել շուկա։ Շուկա հանելու խնդիրը, ինչպես ասացին, դրանք պրոդյուսերների հարցն են։ Ոչ մի երգիչ կամ երգահան երբեք չմիավորվեց, երբեք մշակույթի նախարարության առաջ հանրահավաք չարեց, երբեք հեռուստաընկերությունները չբոյկոտեցին, որպեսզի ի վերջո մտցնեն հեղինակային իրավունքի կուլտուրան։ Եվրոպայում մեկ երգի հեռարձակման համար 150-ից 2000 եվրո են վճարում։ Ճիշտ բան ասում, ինչու մեր երգիչները չեն միանում, չեն մի քանի երգիչ եկել են միասին խոսել ենք, բայց ոչ բոլորն են միանում։ Մոտավորապես եվրոպական բանաձևը հետևյալն է, որպեսզի նախ եւ առաջ կազմակերպել երգի փառատոներ հնարավորին չափով մեծ ընտրանի տեսնելու, հնարավորին չափով մեծ ընտրանի ներկայացնելու եւ առաջարկելու համար։ Զարգացնել պրոդյուսերների ինստիտուտը, ի վերջո հետամուտ լինել հեղինակային իրավունքի